Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Դուք իմ ընկերներն եք, բայց ես ցանկանում եմ, որ դուք նույնպես լինեք Աստծո որդիները։ Այնքան հիանալի է, երբ դու քո ներսում ունես այդ վստահությունը, այդ հաստատումը, որ դու Աստծո որդին ես։ Փառք Աստծուն դրա համար, որովհետև այդ վստահությունը մեզ Սուրբ Հոգին է տալիս։ Դա նրա աշխատանքն է։ Երբ Սուրբ Հոգին գալիս է մարդու կյանք, ոչ մի չնչին կասկած չի մնում նրա ներսում։ Այն մարդն, ով ստանում է Սուրբ Հոգուն, նա գիտի արդեն, որ Աստծուն ճանաչում է, որովհետև իր ներսում խաղաղություն կա, և այդ խաղաղությունը անբացատրելի է։ Այնպիսի խաղաղություն է, որն այս աշխարհը չի կարող մեզ տալ, որովհետև այդ խաղաղությունը շուտ է հեռանում։ Երբ խնդիրներ են լինում, դուք այլևս չունեք այդ խաղաղությունը։ Իսկ Աստծո խաղաղությունը միշտ մեր ներսում է։ Նույնիսկ եթե մեր շուրջը շատ վատ բաներ են կատարվում, միևնույն է, Աստված տալիս է մեզ այդ խաղաղությունը, և ոչ ոք չի կարող դա վերցնել մեզանից։ Ոչ ոք և ոչինչ չեն կարող խլել այդ խաղաղությունը։ Ոչ մի խնդիրներ, ոչ մի թուլություն, հիվանդություն, ինչ էլ որ այս աշխարհն անի, միևնույն է, չի կարող հեռացնել մեզանից Սուրբ Հոգու խաղաղությունը, որովհետև Սուրբ Հոգին մեր երաշխիքն է ամեն ինչում։ Հենց նա է մեզ տալիս այդ խաղաղությունը։ Եվ դուք, ովքեր ասում եք, ես ուզում եմ ստանալ Սուրբ Հոգուն, նայեք, ամեն ինչ Աստծուց չէ կախված։ Աստված իր մասն արդեն արել է։ Սուրբ Հոգուն ստանալը մեզանից էլ է կախված։ Որովհետև Աստված ինչ որ կարող էր անել, արդեն արել է։ Նա ուղարկել է իր Որդուն, ներել է մեզ և ուղարկել է Սուրբ Հոգուն։ Եվ այսօր, որպեսզի մենք ստանանք Սուրբ Հոգուն, մենք պետք է մեր մասը կատարենք։ Աստված իր մասն արդեն կատարել է։ Եվ ովքեր որ այսօր ստանում են Սուրբ Հոգուն, նրանք իրենց ներսում ունեն այդ վստահությունը, որ Սուրբ Հոգին արդեն նրանց ներսում է։ Հենց Սուրբ Հոգին է վստահություն տալիս և համոզում մեր մտքին, մեր հոգուն, որ նա մեր ներսում է։ Բայց նրանք, ովքեր դեռ չունեն Սուրբ Հոգուն, ուրեմն դեռ իրենց կյանքն ամբողջությամբ չեն տվել Աստծուն։ Եվ երբ մարդիկ չեն տալիս իրենց կյանքն Աստծուն, չեն զոհում իրենց սրտի ցանկությունները, իրենց մտքերը, իրենց ապագան, և ամենակարևորը, քանի դեռ մարդիկ չեն զոհում իրենց սեփական եսը, նրանք չեն կարող ստանալ Սուրբ Հոգուն, որովհետև այդ ամենով մարդիկ ցույց են տալիս Աստծուն, որ Սուրբ Հոգին իրենց համար առաջնահերթություն չէ։ Հիսուսն ասել է, որ Աստված Սուրբ Հոգուն չի տալիս մեզ ինչ-որ չափով, ինչ-որ քանակով։ Նա տալիս է մեզ ամբողջությամբ, տալիս է Սուրբ Հոգու լիությունը։ Ինչպես որ այն ժամանակ նա իջել էր Հիսուսի վրա, այդ նույն կերպով էլ նա իջնում է յուրաքանչյուրի վրա, ովքեր փնտրում են նրան, և տալիս են իրենց կյանքը Աստծուն։ Եվ փնտրել պետք է ամբողջ սրտով, հոգով և մտքով։ Հենց դա է այն գինը, որ դուք պետք է վճարեք։ Մեր փրկության համար, Սուրբ Հոգուն ստանալու համար, մենք պետք է վճարենք հենց այդ գինը։ Փնտրենք և տանք մեր կյանքն Աստծուն, մեր ամբողջ սրտով, հոգով և մտքով։ Եվ այս հարցում գոյություն չունեն կրոնավորներ և մարդիկ, ովքեր նոր են հավատի մեջ, հարուստներ և աղքատներ։ Այստեղ ոչ մի տարբերություն չկա։ Կան մարդիկ, ովքեր հավատում, փնտրում և ստանում են Սուրբ Հոգուն, նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, որպեսզի Աստծո կամքը կատարեն։
այլ ոչ թե իրենց սեփական սրտի ցանկությունները, նրանք, ովքեր տալիս են իրենց կյանքն ամբողջությամբ Աստծուն, այդ մարդիկ ստանում են, եւ կան նրանք, ովքեր չեն փնտրում, ովքեր ամբողջությամբ չեն տալիս իրենց կյանքը, եւ նրանք չեն ստանում Սուրբ Հոգուն։ Իմ ընկերներ, ուշադիր եղեք, այդ ամենն այդքան էլ դժվար չէ։ Պետք չէ մտածել, որ Աստված իր մասը չի կատարում։ Կամ մարդիկ փնտրում են Սուրբ Հոգուն, բայց Աստված չի տալիս նրանց։ Այդպիսի բան չկա։ Որովհետև շատերն ասում են. ինչու են ոմանք ստանում Սուրբ Հոգուն, իսկ մյուսները ոչ։ Ամբողջ հարցը նրանում է, ովքեր որ ստանում են Սուրբ Հոգուն, նրանք տալիս են իրենց կյանքը ամբողջությամբ Աստծուն։ Եթե մարդն իր ամբողջ մտքով, հոգով եւ մարմնով իրեն չի տվել Աստծուն, նա չի կարող ստանալ Սուրբ Հոգուն։ Եվ Աստված իր խոսքում ասել է. մի խաբվեք։ Որովհետև շատերն այդ ընթացքում խաբվում են։ Եթե դուք կսխալվեք, թե կխաբվեք այդ ճանապարհին, դա ձեր յուրաքանչյուրի ընտրությունն է լինելու։ Եվ Աստված թույլ է տալիս, որ մենք անցնենք այդպիսի խնդիրների միջով, որպեսզի սկսենք ճանաչել Նրան։ Աստված յուրաքանչյուրիս էլ տալիս է այդ հնարավորությունը։ Եթե դուք հիմա անցնում եք տարբեր խնդիրների միջով, իմացեք, Աստված թույլ է տալիս այդ ամենը։ Աստված թույլ է տալիս այդ հոգևոր անապատը ձեր կյանքում, որպեսզի դուք փնտրեք Նրան։ Եվ վստահ եղեք, նա կպատասխանի ձեզ։ Ուրեմն իմ ընկերներ, Սուրբ Հոգուն ստանալ չի նշանակում, որ դուք պետք է կրոնավոր դառնաք, որ դուք պետք է լինեք շատ լավը եւ բարին։ Ամենակարևորը ձեր հավատը եւ վստահությունն է։ Եվ դուք չպետք է մտածեք. եթե դուք կատարյալ չեք, ուրեմն չեք ստանա Սուրբ Հոգուն, որովհետև կատարյալ մարդիկ գոյություն չունեն։ Ուրեմն իմ ընկերներ, ապավինեք Աստծուն, փնտրեք Նրան եւ հավատացեք, որ դուք իրապես կարող եք ստանալ Սուրբ Հոգուն։ Մի կասկածեք այդ հարցում։ Եվ եթե դուք հավատում եք, ուրեմն տվեք ձեր կյանքն Աստծուն, այնտեղ որտեղ դուք գտնվում եք, աղոթեք Նրան։ Եվ եթե դուք անկեղծ լինեք, կտեսնեք, որ Աստված իրապես սկսել է օրհնել ձեր կյանքը։ Բայց եթե դուք չեք հավատում, ուրեմն ձեր կյանքում ոչինչ էլ տեղի չունենա։ Եթե չեք հավատում, պարզ է, որ ոչինչ էլ չեք անի։ Եվ առանց հավատի քայլերի օրհնություն չի գա։ Ձեր կյանքը նույն տեղում կանգնած կմնա։ Եվ կշարունակեք այդ տխրության եւ այդ դառնության մեջ ապրել։ Բայց Աստված մեզ տվել է ընտրություն կատարելու իշխանություն, որպեսզի մենք ընտրենք, թե ինչպիսին կլինի մեր կյանքը։ Փառք Աստծուն դրա համար։ Աստված մեզ արտոնություն է տվել, որպեսզի մենք ընտրություն կատարենք։ Ուրեմն ընտրեք, որպեսզի կատարեք Աստծո կամքը։ Երբ կարդում եք նրա խոսքը, երբ սկսում եք մտածել այդ խոսքի շուրջ, դուք արդեն գոհացնում եք ոչ թե ձեր մարմնին եւ ձեր սրտի ցանկություններին, այլ գոհացնում եք Աստծուն։ Եվ կարող ենք ասել, այդպիսով դուք ներդրում եք կատարում ձեր փրկության մեջ։ Եվ ցանելով այդ հավատի պտուղները, դուք հնձելու եք Սուրբ Հոգուց ձեր օրհնությունները եւ ձեր պատասխանները։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, իմ ընկերներ։ Մինչ մյուս հանդիպում, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։